Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Ալեքսանյան հրավեր ընդունելու համար։ Պարոն Ալեքսանյան, Գյումրի ընտրություններին ընդառաջ արդեն կրքերը ոնց որ թե բավականին բորբոքված են, եթե կարելի է այսպես ձևակերպել, վարչապետները անդրադարձել նախորդ օրը Գյումրիում տեղի ունեցած զրույցի ժամանակ, որ ասում է ընտրապայքարը այն մարդկանց համար, ովքեր մասնակցում են, ուղղակի գողացվածը եւ թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն է։ Ես մեջբերեմ վարչապետի խոսքը, նա ասում է Գյումրի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ծագում ունեցող ձեռք բերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն, ընդ որում հայտնի են, թե ում են պատկանում այդ գույքերը, ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրապայքարի սկիզբ եւ նորից ակտիվանում է խոսակցությունը նախկին թալանվածի հետ բերման կարեւորության մասին, նախ այդ թալանվածի մասին եւ այլն։ Ինչու նորից նույն խոսակցությունը։ Այստեղ խոսակցությունը չի ակտիվանում։ Հենց հետո որ վերջապես ակտիվացել է թալանվածը հետ բերելու process-ը։ Երբ որ մենք տարիներ շարունակ ասում էինք, որ մենք չենք պատրաստվում անել վենդետաներ, չենք պատրաստվում այսպես կացիններով գնալ ու պետությունից թալանածների տներից դուրս բերել նրանց ունեցվածք ու տանել լցնել պետական բյուջե, դրա փոխարեն ստեղծում ենք ինստիտուտներ, հիմա վերջապես այդ ինստիտուտը սկսել է գործել։ Հիմա հակակոռուպցիոն դատարանը օրեկան կամ առնվազն շաբաթական 1, 2, 3 վճիռ է հրապարակում ապօրինի գույքի հետ վերադարձի հետ կապված։ Ու վարչապետն էլ այդ գույքերը պարբերաբար հրապարակում է հենց իր էջում, հատիկ առ հատիկ այդ հեշթեգը, ես ձեզ վստահեցնում եմ, ամեն մի այդ հեշթեգով գրառում վարչապետի մի որոշ տենց կոռուպցիոներների, ապօրինի հարստացածների համար մի ամբողջ անձնական ողբերգություն է։ Խոսում են, շատ են քննադատում, ասում են, դե այդ ինչ գույքեր է, իբր փորձելով կենտրոնանալ փոքրների վրա, օրինակ մի օր լինում է պետությանն է վերադարձում միլիարդավոր դրամների արժողությամբ, օրինակ Սևանի այդ ռադիոցանցը, հայտնի այդ ընկերությունը Միշիկի հետ փոխկապակցված, հաջորդ օրը լինում է, որ պետությանն է վերադարձում ինչ-որ 5 միլիոն դրամանոց մի մեքենա։ Այստեղ խնդիրն է, որ ամեն ինչը վերադարձվում է։ Վերադարձի վերաբերյալ խոսակցությունը թեժանում է, երբ լինում է որևէ քաղաքական պայքար։ Ոչ Այստեղ պատճառահետևանքային կապը ուղիղ հակառակն է։ Անձամբ տեխնացուներից Վարդանիկը, Գյումրու նախկին քաղաքապետ, իր բերանով ասում է հետևյալը. ես իմ համար տանը նստած էի, ոչ մի բանի մեջ չէի մտնում, որոշեցի գաք իմ ունեցվածքի հետևից, ես էլ մտա քաղաքականություն։ Այսինքն պատճառահետևանքային կապն է, որ ինստիտուտը կայացել է այնքան, որ գնում է բոլորի հետևից, բոլոր ապօրինի գույքերը հենց հիմա սպասում են իրենց վճիռներին կամ շուտով արդեն կսպասեն իրենց վճիռներին, ու այս մարդիկ չգիտեն ինչ անել։ Դե բայց հարցը հենց այդ շուտովի մեջ է, պարոն Ալեքսանյան, այդ շուտովը երբ է։ Շուտովը արդեն 7 տարի ժամանակ է անցել, բայց շուտովը դեռ մոտ չի։ Շուտովը եկել է, շուտովը հիմա է, ամեն օրյա ռեժիմով այդ վճիռները հրապարակվում են։ Օրինակ 2 տարի առաջ մենք ասում ենք շուտով կլինի, հիմա ասում ենք վաղը կլինի, թե մյուս օրը կլինի, թե այն մյուս օրը կլինի։ Սա է հարցը։ Ու Գյումրիում ներկայացված տեխնացուների գերակշիռ մեծամասնությունը ընդդիմության բացարձակապես հենց սրա մասին է։ Մեկը Սերժ Սարգսյանի տեխնացուն է, իր խմբակցության պատգամավորը, մեկը Սերժ Սարգսյանի տեխնացուն է, միջնորդավորված իր Փեսա Միշիկով, Ռուբեն Մխիթարյանի մասին է խոսքում, էլի աջակցում հանրապետական կուսակցությունը Միշիկի հետ մեծակայսրության։ Դե ասել է մի բան է, բայց ուղիղ փաստերը, երբ որ երևում է, որ հանրապետական կուսակցության երիթևի նախագահ, փոխնախագահ նրա հանդիպումներն են կազմակերպում, դա լրիվ ուրիշ բան է։ Չի կարելի մարդկանց ապուշի տեղ դնել։ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցում, ում տանզանիական բուկմեկերական կազմակերպությունները հյուսիսային պողոտայում կամ այլ տեղերում իր գույքը եւս սպասում է այս վճիռներին այսօր եկուց կամ 1 ամսվա 2 ամսվա մեջ Ռոբերտ Քոչարյանն է միջնորդավորված մասնակցում ինչ որ Pepsi, Cola, չգիտեմ ինչ որ այդպիսի մականունով մեկի միջոցով, Վարդանիկի միջոցով, ով օրը 5 անգամ ասում է Ռոբերտ Քոչարյանի Ռոբիկի բանի տակով, թրի տակով Վարդանիկն ու Ռոբիկը այս համադրությամբ Այսպես են մասնակցում ընտրություններին, հենց այդ ապօրինի գույքի պաշտպանությունը, իրանք այդ փորձում են դրսևորել ընտրապայքարի մեջ մտնելով։ Տեսեք, պարոն Ալեքսանյան, դուք ասում եք կա ապօրինի գույք, իրենք մտնում են քաղաքական դաշտ, որպեսզի պաշտպանեն այդ ապօրինի գույքը։
Իրենք ասում են հակառակը, որ իրենք չունեն այդ ապօրինի գույքը եւ երբ իրենք մտնում են որևէ քաղաքական պայքարի մեջ, դուք ձեր ամբողջ իշխանական պետական գործիքակազմը օգտագործում եք իրենց դեմ, իրենց ճնշելու համար, որպեսզի իրենք քաղաքական դաշտում չկարողանան առաջ գնալ։ Հիմա Միշիկը Սևանի ռադիոցանցը միջնորդավորված ուներ, թե չուներ 1 միլիարդ դրամից ավել արժողությամբ, որ հետ վերադարձվեց պետությանը ընդամենը 1 շաբաթ թե 2 շաբաթ առաջ ուներ, թե չուներ։ Հիմա Ռոբիկը ուներ այն գույքերը, որոնք իրեն վերագրվում են։ Տանզանիայում բուկմեկերական ընկերություն, Հայաստանում չգիտեմ ինչ կազմակերպություններ, էս մեկ են, ունեն թե չունեն։ Այդ գույքերի ցուցակը, որ տպած բերեի, երևի այդ ծանրությունից մի քիչ ուսի ցավ կարող է ունենայի։ Տեսել եք քանի րոպե է դատախազը ընթերցում Ռոբերտ Քոչյանի ընտանիքին պատկանող գույքը, Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող ապօրինի գույքը։ Իհարկե ավելի փոքր մասշտաբների հետ նույնին տիրապետումը նաև ունենք Վարդանի չունի այն բանում, որ այդ անձինք, որոնց անունները կապվում են այդ ապօրինի գույքերի, թալանի հետ, քաղաքական դաշտում են։ Չէ։ Ինչու՞։ Որովհետև Եթե պատժվեին այն մարդիկ, որոնց անվան հետ կապված են այդ խոսակցությունները, գուցե այսօր այդ մարդիկ չլինեին քաղաքական դաշտում, եւ նման խոսակցությունների մասին այսօր մենք քննարկում չծավալենք։ Ես թույլ տվեք հակադարձեմ ձեզ։ Երբ որ 2018-ին տեղի էր ունենում հեղափոխությունը, մենք ասում էինք, որ դա սիրո եւ համերաշխության եւ վենդետաների մերժման հեղափոխություն է, եւ որ Հայաստանը լինելու է օրենքի երկիր։ Եվ մենք ամեն ինչ արել ենք ու անում ենք, որպեսզի Հայաստանը լինի օրենքի երկիր ու Հայաստանը կա օրենքի երկիր։ Ու այն ամեն ինչը մենք ասել ենք թալանի վերադարձի հետ կապված։ Մենք դրա համար ստեղծել ենք մի ինստիտուտ, այս ինստիտուտի նկատմամբ անընդհատ է sense մեդիա արշավա գնում, պարբերաբար փորձում են սևացնել, ծաղրել, հեգնել։ Ես ձեզ վստահեցնում եմ, այս ինստիտուտը Հայաստանի ոչ միայն ներկան է փոխել քաղաքական առումով, Հայաստանի ապագան էլ է փոխել, որտեղ այս պահին ես չեմ բացառում, ընդհանրապես չեմ բացառում, որ հենց հիմա կա ինչ-որ մի պաշտոնյա, ով զբաղված է կոռուպցիայով։ Չգիտեմ, միջին օղակի ցածր օղակի էական չի։ Մի տարի հետո, 2 տարի հետո նա իր այդ ապօրինի ձեռք բերված միջոցներով ձեռք բերված գույքը ոչինչ չի կարողանալու անել։ Նրանից դա էլ են վերցնելու, հասկանում եք։ Սա Հայաստանի թե ներկայի, թե ապագայի համար լավագույն ինստիտուցիոնալ գործիք է։ Ու հենց հիմա այդ process-ը ամենօրյա վճիռների տեսքով սկսել է գործել։ Երեք էր թե առաջի օրներ էլի Ծաղկաձորում մի քանի 100 միլիոն դրամի, այսինքն 1 միլիոն դոլարից ավել արժողությամբ հողատարածք վերադարձվեց։ Կողքից վերադարձվեց ինչ որ 30-40 միլիոն դրամանոց ավելի էժան։ Բայց այնուամենայնիվ ինստիտուտը հստակ գործում է, վճիռները կայացվում են։ Այս սա է այն պահը, երբ որ մենք կարող ենք ասել, որ ապօրինի գույքի հետ վերադարձի համար պայքարը մտել է իր վճռական ու վճռորոշ փուլ, որտեղ վճիռները արդեն տեսանելի են։ Հստակ են դրանք ու բոլորի աչքի առաջ են։ Վարչապետի հայտարարությունը կարծես թե սպառել է Գյումրու նախկին քաղաքապետի Սամվել Բալասանյանի համբերությունը եւ նա ասում է նախ Սևերթի ամրոցի հետ կապված թեման ինքը շինչու գործավորակում եւ միևնույն ժամանակ ասում է, որ ձեր իշխանությունը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել նույնիսկ 10% այն մասի, այն ամենի, ինչը արել է Սևերթի ամրոցը։ Եվ բնականաբար նա նաև վստահ է, որ դուք ձեր պետական ամբողջ գործիքակազմը իր դեմ եք օգտագործում։ Ձեր մեկնաբանությունը։ Շատ զարմանալի էր լսել, որ ՕԵԿ-ի հետո այլ կուսակցությունների բովով անցած Բալասանյանը համբերության բաժակ ունի, որը դեռ մի բան էլ կարող է լցվել, շատ զարմանալի էր սա լսելը։ Ինձ թվում է Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին կարող էր տենց ինչ-որ մաստեր կլասեր վարել համբերության բաժակ չունենալու այս թեմատիկայով ու շատ լավ կկարողանար դա դասավանդել։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե կոնկրետ իր հետ կապված ինչ կա, թող բացատրի էլի մի հատ։ Բացատրի առհասարակ հասկանանք, թե այդ ոնց է ստացվում, որ ինքը դառնում է քաղաքապետ ու սկսում է տիրապետել կոնկրետ գույքերի։ Կոնկրետ հենց Սևբերթի կողքերին հարակից տարածքի ոնց է տեղի ունենում այդպես։ Ասում են մենք ուրիշից ենք գնել, բայց ուրիշը ոնց է ձեռք բերել։ Ասում են համայնքից ձեռք չեն բերել, սեփականատիրոջից են ձեռք բերել։ Բայց սեփականատերը ոնց է ձեռք բերել։ Իրանք այդ ինչ սխեմաների միջոցով են դա արել։
Նույն Վարդանիկի գույքերը, Վարդանիկի ապօրինի կառուցած տարածքները, երբ որ Բալասանյանը երկար ժամանակ մտածում էր, թե կարող է այս իշխանությունը նկատի ունենալու մենք կատակ են անում, այդքան էլ օրենքի հետևից չեն։ Ինչ որ մի պահի, երբ որ եկավ բանը հասավ արդեն, որ պետքա կամ այդ տարածքը քանդվեր, կամ չգիտեմ ինչ տեղի ունենար, այդ ինչ գործարքների արդյունքում ստորագրեց, օրինականացրեց այդ ապօրինի շինությունները Վարդանիկին պատկանող։ Այդ համբերության բաժակից են խոսում հիմա էլ արդեն հանկարծ։ Կամ туриզմի համար ինչ ա արել Սև Բերդը կամ ինչը Քոչարյանն էլ է, չէ՞, սիրում Հյուսեյն Պողոտան ինչ ա արել туриզմի համար։ Է ժողովուրդ ջան, ուզում եք ասենք, չգիտեմ, եկեք ձեզ Հանրապետության հրապարակում Երևանի տենց տարածք տանք, վստահ եմ, կկարողանաք այնտեղ մի սիրուն կաֆե կառուցել ու туриզմի համար շատ բան արած կլնեք։ Բայց դրա օրինականությունը որտեղ մնաց, հանրային շահը որտեղ մնաց։ Այդ туриզմի համար տենց արտոնյալ պայմաններով туриզմի ու բիզնեսի համար սաղս է կարող են բիզնես էլ անել, туриզմ էլ անել։ Այդ մենք այդ ձևերը չգիտենք իրանց հարցը, երբ այդ անձը քաղաքականության մեջ մտավ։ Ինչու հիշեցիք։ Բալասանյանը մտավ քաղաքականության մեջ, Բալասանյանը քաղաքականության մեջ էր։ Իր թիմը քաղաքականության մեջ էր, երբ որ այդ հարցը ծագեց։ Դենց չի ինքը նոր մտավ, նոր եղավ ինչ որ կամ նմանատիպ մի բան։ Այստեղ իմաստն է նա, որ ցանկացած մեկը ով ունի ապօրինի գույք, հետա վերադարձնելու այդ ապօրինի գույքը։ Ու վարչապետի ելույթը երեկվա անչափ թիրախային էր ու դրա համար էս վնգստոսների sense մի հատ բուրըն բան է բարձացել հիմա։ Շատերը մտածում են, թե սա ինչ որ, չգիտեմ, քաղաքական բան է, էսա այն, ոչ, ունեցվածքի գզվրտոց է ուղղակի։ Հասարակ, մերկանտիլ ունեցվածքի գզվրտոց, ընդամենը ատամներով ունեցածը, դիզածը, ապօրինի ունեցած գույքը պահելու գզվրտոցը։ Ուրիշ բան չկա դրա տակ։ Պարոն Ալեքսանյան, իսկ եթե ընտրությունների արդյունքում ձեր թվարկած անձանցից որևէ մեկը կարողանա Գյումրու ընտրությունում, եթե ոչ հաղթանակ, ապա որոշակի ձայներով ավականու անդամակցություն ունենալ, դուք ինչ եք անելու, ո՞նց եք աշխատելու։ Հիմա կպատասխանեմ այդ հարցին, բայց վերադառնալով նախորդին ու Բալասանյանը նաև իր ելույթում ասում է -1 ձևաչափով թող մասնակցեն ընտրություններին։ Այդ թող ասի էլի մի հատ այդ ում առաջարկում, որ ընտրեն։ -1-ը մենք ենք, դա հասկացանք, ում առաջարկում ընտրեն։ Սերժի Միշիկի Ռուբեն Մխիթարյանին, Սերժի Մարտուն Գրիգորյանին, Քոչարյան Ռոբիկի Պեպսի կոլա այդ ածականով անունը չեմ հիշում այդ տղային։ Դուք ինչ եք ենթադրում։ Քոչարյանի բանին, հա, Վարդանիկին ում ասում։ Դուք ինչ եք ենթադրում։ Չգիտեմ, թող ինքը պատասխանի։ Սերժիկի մարդկանց առաջարկում ընտրեն, թե Ռոբիկ թող ասի, թող անուն տա կոնկրետ թե ում առաջարկում որ ընտրեն։ Այդքան ասելա թող են էլ ասի, մի հատ հասկանանք, կոնկրետ ում հետ ինչ ունի, ինչ օրթախության մեջ է գտնվում ում հետ։ Պետք է իմանալ դա, գյումրեցին էլ պետք է իմանա, մենք էլ պետք է իմանանք, բոլորն էլ պետք է իմանան դա։ Այստեղ իմաստն է նա, որ մենք կոալիցիոն հուշագիր ունենք Բալասանյան դաշինքի հետ։ Այդ կոալիցիոն հուշագիրը սկսեց ճաքեր տալ այն ժամանակ, երբ որ դատախազությունից ավականի գնաց թղթեր, որ հարկելի ավականի ձեր համայնքային գույքի շահերով դուք պետք է հայց ներկայացնեք դատարան։ Մեր խմբակցությունը ավականու նախաձեռնեց, թեև մենք երկրորդ խմբակցությունն ենք թվականակով, մեր խմբակցությունը նախաձեռնեց համայնքի շահերի համար, Գյումրու շահերի համար։ Դատարան այդ դիմումը։ Դրանից հետո արդեն համայնքապետը ունի հստակ լիազորություն։ Պետք է ապահովի համայնքի շահերի պաշտպանությունը դատարանում, այսինքն փաստաբանական ծառայության համար ստորագրի պայմանագիր, գումարը հատկացնի փաստաբանական ծառայության համար։ Նրանք չեն պատրաստվում դա անել։ Ես չգիտեմ, թե այդ ինչ իրար հետ փոխկապակցված, ցանցավորված, չգիտեմ ինչ ձևի քանի թելով են իրար հետ կապվում, իրանց ապօրինի գույքերը ու իրանց ունեցվածքները, բայց իմ համար հստակ է, որ այդտեղ էլի կարմիր թելով անցել է ապօրինի գույքը։ Առհասարակ Հայաստանում վերջին 4-5 տարում, երբ որ շատերին թվում է, թե բանն է անցել, ինչ որ քաղաքական, հայրենասիրական, ինչ որ դրդումներ են անցել ընդդիմության բանով, էլի, ընդդիմության այդ գաղափարական եզրերով բանով, ոչ։ Հասարակ մերկանտիլ շահը։ Դուք որևէ համագործակցության եզր պատկերացնում եք ընտրապայքարի մեջ այս պահին գտնվող թիմերից որևէ մեկի հետ։ Այս պահին գտնվող թիմերից, եթե չեմ սխալվում, միայն մեկն է, բացի մեզնից, որ հստակ կիսում է ժողովրդավարական արժեքները, դրանից ելնելով իհարկե չի կարելի բացառել ժողովրդավարական արժեքները կիսող ընտրություններ չկեղծած որևէ ուժի հետ որևէ ընտրություններում համագործակցություն բացառել ես չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ մենք հստակորեն գնում ենք, մեզ առաջարկել են բոլորը մեկի դեմ սկզբունքը,
այս երկու պարոնայք հատկապես իրանց տեխնացուներով առաջադրել են բոլորը մեկի դեմ սկզբունքը, մենք էլ ընդունում ենք այդ սկզբունքը։ Մենք էլ ասում ենք մեկը բոլորի դեմ ու հանուն Գյումրու, հանուն Գյումրեցու, հանուն Հայաստանի։ Մենք էլ այդ սկզբունքով ենք։ Իսկ այդ համատեքստում ձեր շանսը ո՞նց է գնահատում։ Գյումրեցին կգնա այդ -1-ի հետևից։ Մինուսը դա Գյումրեցին ցույց կտա, թե ով է իրականում մինուսը։ Ես վստահեցնում եմ ձեզ Գյումրեցին դա միանշանակ ցույց կտա, Գյումրեցին ցույց կտա, որ ինքը Սերժին ու Քոչարյանին տալու քաղաք չունի, որտեղ Գյումրեցին լավ է հիշում, թե Սերժը ընտրություններում իր հավաքած ցածր տոկոսներից հետո ինչպես էր վրեժ լուծում Գյումրուց։ Լավ է հիշում, թե Քրքորյանի փողերով կառուցված թաղամասերում Քոչարյանի օրոք ոնց տենց մի հարկ պակասեց ամբողջ թաղամասից։ Շատ լավ հիշում եմ ես վստահ։ Լավ, պարոն Ալեքսանյան, գանք այլ հարցի։ Վերջին օրերի քննարկումների առանցքում մեկ այլ թեմա է, որը բավականին աղմուկ է հանել։ Հարցը վերաբերում է այն բանին, թե ով է բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ ոնց է տեղի ունեցել այդ հեղափոխությունը։ Բնականաբար նախկին նախագահների թիմակիցները մեկը մյուսին են մեղադրում։ Մի կողմն օրինակ հանրապետականների կողմը ՀԿ-ի թևը կարծում է, որ ժամանակին քոչարյանական ինչ-ինչ անձինք մասնակից են եղել այդ հեղափոխությանը, հակառակ կողմը պնդում է, որ հարց է բարձրացնում ավելի շուտ։ Այդ ոնց ստացվեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության կողմից թույլատրվեց, որպեսզի այդ հեղափոխության ալիքը այնքան մեծանա, որ վերածվի հեղափոխության ի վերջո։ Հասկանալի է, թե Սերժ Սարգսյան, Քոչարյան այս լարվածությունը ինչու է հենց այս փուլում պայթել։ Իհարկե հասկանալի։ Եվ սա ուղիղ կապ ունի մեր նախորդ քննարկած թեմայի հետ։ Ընտրություններն են պատճառը։ Ապօրինի գույքով մի շարք գործերի վերջնականացման փուլ մտնելն է։ Իրար դեմ դուրս գալով։ Նաև տեղ-տեղ իրար դեմ դուրս գալու, որովհետև եթե ձեզ թվում է, թե ինչ-որ էլի քաղաքական մոտիվ կա, այս ամեն ինչի տակ չկա։ Էլի հասարակ ունեցվածքի գզվռտոց։ Բացատրեմ, օրինակ, ինձ հասած տեղեկություններով Սերժ Սարգսյանի այտենց փոխկապակցված միջնորդավորված անձիկ եւ Ռոբերտ Քոչարյանի միջնորդավորված անձիկ իրար հետ օրթախ են Եռաբլուրի հարակից տարածքում այդ հայտնի հողերի գործում։ Հիմա իրար ուտում են, թե նրանցից մեկն ու մեկը թղթերը միտումնավոր սխալա ձևակերպվել եւ հիմա դատախազությունը այդ թղթերից բռնելու տեղ ունի։ Մի շարք քրեական գործերով տարիներ առաջ այս մարդիկ sense իրար դեմ չեն եղել, չէ՞, նրանց շրջապատները ընդհանուր են եղել, փոխկապակցված են եղել, այս մեկը падգամավոր եղել, համ սրա օրոք, այս մեկը այս ինչ պաշտոնն զբաղեցրեց, այդ փոխկապակցված են եղել։ Իսկ այդ բարձրագույն ղեկավարությունն էլ գույքերը երբեք իր անունով չի գրանցել։ Գրանցել է այս մեկի անունով, այս մեկի եղբոր անունով ու հիմա շատ դեպքերում, երբ որ դատախազությունը գնում է կոնկրետ գույքի հետևից, այդ մարդը, որ նախկինում օրինակ, չգիտեմ, Սերժի իշխանության ժամանակ ինչ որ մի գույք են իր անունով գրանցել, ինքը հիմա դարձել է Ռոբի մարդը օրինակի համար։ Գալիս են ասում են, այս գույքը քեզ որտեղից, ինքը այդ գույքը երբեք չի էլ տեսել, ուղղակի իր անունով են գրանցել։ Ես ասում եմ, այդ ձեր ցավը տանեմ, ստորագրում եմ պետությանը, վերցրեք։ Տենց օրինակներ կան բավականին թանկարժեք գույքերի։ Ու հիմա իրար ուտում են հենց այս գույքերը պահելու համար պայքարում։ Այդ մեզ ուղված մեղադրանքներն է, որ ասում են ձեզ էս մեկնաբեր, ուղղակի ուզում են մեզ ցավեցնել, որովհետև այդ ինստիտուտը իրանց ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու մենք ենք ներդրել։ Թե չէ մնացածը արդեն մեծ հաշվով ոչ մի այն իմաստը չունի առնվազն ինչը իրանք փորձում են ներկայացնել։ Ապօրինի գույքի պահպանման համար մղվող պայքարը այդ թվում եւ իրար մեջ։ Ուղղակի դատարանների ցուցմունքները, վճիռները, քրեական գործերով ցուցմունքները բանը նայեք, թե ում շրջապատի մարդիկ ում մասին ինչ են գրում, ոնց են գրում, ինչու են գրում։ Էդ է հիմնական շարժառիթը ապօրինի գույքի պաշտպանությունը։ Բայց դե իրար դեմ դուրս գալով իրենք անուղղակիորեն գործող իշխանությանն են, չէ՞ օգնում։ Եթե իրենք քաղաքական դաշտում են, գոնե պիտի մանավանդ որ իրենք ասում են, որ իրենց պայքարը իշխանությունների դեմ է, գոնե պիտի իրենց հարցերը ես էլ ասում եմ, իրենց պայքարը մութ սենյակներում լուծվեր, ոչ թե հրապարակային ձևով։ Իրենց պայքարը իրենց ապօրինի գույքը պաշտպանելու համար է։ Մնացածը այսպես սեթևեթանքներ են։ Վարչապետն է անդրադարձել հարցին, իմիջիայլոց բավականին ուշ, որովհետև թեման բավականին երկար ծավալվեց։ Վարչապետն անդրադարձել է ասելով, որ իրեն որևէ մեկը չի բերել, ինքը ժողովրդի տեղապահն է եւ հեղափոխությունը տեղի ունեցել ժողովրդի շնորհիվ, բայց պարոն Ալեքսանյան 7 տարի անցել հեղափոխությունից հետո, բայց մինչև հիմա ինչպես է տեղի ունեցել այդ հեղափոխությունը, հարցը շարունակում է մնալ։ Ինչու է այդպես։ Ում համար է շարունակում մնալ։ Ում համար է շարունակում մնալ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը գիտի, կան, ովքեր այդ հարցերը դեռևս տալիս են։ Չէ, գիտեք ովքեր են այդ տալիս այդ հարցերը։
ովքեր չեն հավատում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու ժողովուրդը իսորու է իր իշխանությունը վերցնել իր ձեռքը։ Ովքեր չեն հավատում, որ քաղաքացին իզորու է ինքնուրույն որոշում կայացնել, գնալ հրապարակ, մասնակցել հեղափոխությանը, փակել փողոց, որ քաղաքացին այդքան ունակ է, որ քաղաքացին ինքնուրույն որոշումներ կարող է կայացնել։ Իրանց մոտ ընդունված է մտածել, որ եթե ինչ-որ մեկը գտնվում է ինչ-որ մի միտինգի, ակցիայի կամ բանի, ուրեմն դա ինչ-որ մեկի մարդն է, ում բերել են այդտեղ։ Ես էլ ասում եմ, որ ոչ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքնուրույն է կայացնում իր որոշումները, ինչպես ինքնուրույն կայացրել է որոշումը, որ այդ երկուսը պետք է հավիտյան հեռանան Հայաստանում իշխանությունից։ Բայց ոչ քաղաքական դաշտից ոնց տեսնում եք։ Ընդդիմադիր դաշտում նրանք շարունակում են իրենց գործունեությունը ծավալել։ Թող շարունակեն, ինչ։ Թող շարունակեն ապօրինի գույքերի այդ որոշակի թեթևացումներից բանից հետո քաղաքական ակտիվությունն էլ պակաս արդեն կլինի, որտեվ իրանց համար քաղաքականությունը երբեք չի եղել դասական իմաստով քաղաքականություն, իրանք դասական իմաստով քաղաքականություն երբեք չեն էլ արել։ Փողը լցրել են, մեդիաները պահել են, տենց իրանց թվացել է, թե իրանք ինչ-որ բան են անում։ Փողով մարդկանց բերել են միտինգի ու այդպես փորձել են բան անել։ Իրանց դրսևորել որպես քաղաքական գործիչ, ինչքան ունեցվածքը կչանա, իսկ իրանց ունեցվածքը վստահաբար զգալիորեն կչանալու է, շատ մոտ առաջիկայում արդեն սկսել է կչանալ։ Եվ ամփոփելով զրույցը, նրանց պայքարը ընդդիմության տեղի, առաջին տեղի համար է նաև։ Ոչ։ Ընդդիմության առաջին տեղը ես կարծում եմ արդեն վաղուց նրանց չի պատկանում, կան այլ արժեքավոր ու արժեքային ուժեր, Դե խոսքը ինստիտուցիոնալ ընդդիմության մասին է։ Իրենք են հիմա ազգային ժողովում։ Դե ազգային ժողովում երկու ընդդիմադիր ուժ։ Մեծ հաշվով երկուսն էլ եղած-չեղած մի հաշիվ են, հանուն արդարության, սա ձեզ ասեմ, բացի հայտարարությունների ժամին ինչ-որ պաթետիկ անիմաստ ելույթներից ու ապօրինի գույքի բռնագանձման դեմ, օրենքի դեմ սահմանադրական դատան իրենց ներկայացրած այդ բողոքից, որպես այդպեսին ուրիշ ոչնչով աչքի ազգային ժողովում նրանք չեն ընկնում, ոչ իրանց պաշտոններին են Դոնթի բանաձևով իրանց բաժին հասնող պաշտոններին են տեր, ոչ առհասարակ նորմալ օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացնում, ոչ էլ նման մի բան։ Միայն ուղղակի փորձում են այդտեղ ֆոնը ապահովել իրենց շեֆերի դատաքննությունների, process-ների քաղաքական ֆոնը ապահովել, ուրիշ բան չկա դրա տակ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Զրուցակիցս Վահագն Ալեքսանյանն էր, կհանդիպենք։